Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններից հետո երկրի վերջին տասնամյակում ամենամարդաշատ բողոքի ցույցին Դմիտրի Մեդվեդևն իր Facebook-յան էջում հետևյալ կերպ պատասխանեց. «Ես համաձայն չեմ ոչ կարգախոսների, ոչ էլ ցուցարարների հայտարարությունների հետ»։ Րոպեներ անց սոցիալական ցանցերը ողողվեցին հարցերով, թե հատկապես որ կարգախոսին է դեմ նախագահը, գողեր եւ ավազակներ վերադարձրեք մեր ընտրությունը, թե արդար ընտրություններ ժողովրդին։ Հաջորդ 24 ժամերի ընթացքում ավելի քան 12,000 ռուսաստանցիներ հակադարձեցին Մեդվեդևին ամոթանքներով։ Ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանում միջին խավ հանդիսացող մարդիկ այլևս չեն պատրաստվում հանդուրժել ձևավորված խաղի կանոնները։ Այսպես վաճառքի մասնագետ Վիկտոր Մորոզովն օրինակ հակակառավարական ցույցին մասնակցեց, որտեղ է «Իմ ձայնը» վերտառության ցուցապաստառով։ Այս ընտրություններին մասնակցեցին քաղաքականության հետ երբևէ առնչություն չունեցած մարդիկ, եւ ապա հաջորդ օրը մեզ ներկայացվում են արդյունքներ, որոնց համաձայն մեր ընտրությունը որևէ նշանակություն չի ունեցել, նշում է Մորոզովը։ Վերջին մի քանի օրերի ընթացքում բողոքի ցույցեր են տեղի ունեցել Ռուսաստանի ավելի քան 95 քաղաքներում։ 30-ամյա շախմատի ուսուցչուհի Եվգենիա Չեսնիկովան Մոսկվայում տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցել է ծաղիկներով։ Այս կերպ նա հույս է հայտնում, որ հանրահավաքները հետագայում նույնպես խաղաղ բնույթի կլինեն։ Ես այստեղ եմ, ասում է Չեսնիկովան, քանի որ կարծում եմ, որ Պուտինի ամբողջատիրական վարչակարգը պետք է հեռանա։ Դեռևս վարչապետ Վլադիմիր Պուտինը առաջիկայում պատրաստվում է նախագահի պաշտոնում երկարաձգել իր իշխանությունը ևս 6 տարով, այս պաշտոնում վերընտրվելով 2012 թվականի մարտ ամսին։ Ցուցարարները պահանջում են Պուտինի հրաժարականը մինչև նոր տարի։ Զուգահեռաբար երկուշաբթի օրը Ռուսաստանի երրորդ ամենահարուստ գործարարը, ով սեփականատերն է նաև ամերիկյան New Jersey Nets բասկետբոլային թիմի, հայտարարեց, որ պատրաստվում է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին։ Մոսկվայում Կարնեգի հաստատության վերլուծաբան Մաշա Լիպմանի համոզմամբ վարչապետ Պուտինի վարկանիշը սկսեց անկում ապրել դեռևս 3 ամիս առաջ, երբ վերջինս հայտարարեց, թե պատրաստվում է պաշտոններով փոխանակվել նախագահ Մեդվեդևի հետ։ Բացի այդ, նշում է Լիպմանը, մարդիկ այժմ ոգևորված են համախմբելու կարողությամբ, ինչն ավելի է նվազեցնում Պուտինի վարկանիշը։ Վերլուծաբանի կարծիքով Պուտինն այժմ հույս ունի, որ բողոքի ցույցերը կմեղմվեն մինչև նոր տարվա եւ Սուրբ Ծննդի տոնակատարությունները, ինչից հետո Ռուսաստանում երկշաբաթյա արձակուրդ է լինում եւ ուրեմն շարժումը կմարի։ Սակայն նախագահական նոր տեխնացուների առաջ գալը, ռուս ուղղափառ եկեղեցու Կրեմլինն ուղղված կոչերը արդար ընտրություններ անցկացնելու շուրջ, ինտերնետում առկա ակտիվ ցանցային աշխատանքը դեկտեմբերի 24-ին համապետական հանրահավաք կազմակերպելու ուղղությամբ լուրջ հարցականի տակ են դնում Ռուսաստանի հետագա քաղաքական զարգացումները։ Արսեն Խառատյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։